Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել է Մոնտեգայլ Աշոտ հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, Մոնտեգայլ Աշոտ ջոկատի հրամանատար Մոնտե Սլավիկ։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ Մոնտե, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, ես երևի թե այդպես ձեզ տիվեմ։ Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի դուք հայտարարություն ունեք անելու եւ ընդհանրապես ներկայացնելու, թե ինչով եք զբաղված եւ ինչ հասարակական գործունեություն եք իրականացնում։ Կամավորական ջոկատներ եք բարձրացնում դիրքեր եւ կամավորական ջոկատներ ունեք դիրքերում, թե որ դիրքերում մենք դրա մասին չենք խոսում, բայց ես տեսել եմ նաեւ ձեր տեսաուղերձները եւ փաստորեն սովորական կամավորական ջոկատներ չեն։ Դրանք արդեն տարբերվում են, որտեղ դուք հայտարարում եք, որ դրանք արդեն հատուկ ջոկատայիններ են դառնում եւ որոշակի դասընթացներ եք իրականացնում նրանց հետ։ Հիմա հարցս հետեւյալն է. երբ եք ստեղծել այս կազմակերպությունը, նպատակը ո՞րն է եւ ինչու եք կարևորում հատուկ ջոկատայինների եւ կամավորական ջոկատաների գոյությունը, եթե կա կանոնավոր բանակ, հաշվի առնելով, որ մեր բանակում էլ որոշակի արդեն փոփոխություններ են տեղի ունենում։ Ուրեմն մենք մեր հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հիմնադրել ենք 2021 թվականին պատերազմից հետո կազմակերպության հիմնադրման նպատակը այն է եղել, որ ունենանք կամավորական ուժեղ հատուկ նշանակության ջոկատներ, ինչի համար, որովհետև բանակը միշտ բանակ է մնում, իսկ պետությունը այն ժամանակապետություն, երբ որ կանգնում է բանակի կողքին։ Իսկ մենք որպես ազգի տղամարդ, որպես հայ, մենք միշտ պետք է ունենանք մեր առանձին բանակը, մեր առանձին կամավորական ջոկատները, որ միշտ պետք է պատրաստ լինի կանգնի պետության եւ պետականության կողքին։ Պատերազմի ժամանակ միշտ կամավորական ջոկատները միշտ օգուտ են տալի, միշտ ասենք իրանց առանց գործունեությունները ամենտեղ երևում է, միշտ կանգնած են եղել զինվորի կողքին, այդ 90 թվերից մենք միշտ ունեցել ենք այդ նույն կամավորական ֆիդային հասկացողությունը ու մենք չենք ուզում դա մեր սերունդի մեջից հեռանա, մենք ուզում ենք, որ մեր սերունդը հասկանա, որ կամավոր մարդ պետք է լինի առաջինը կամավոր իր հայրենիքի պաշտպանը, հետո նոր բանակին միանա կամ մնացած մարդկանց միանա, իսկ մենք բոլորս մեր ազգի կամավոր զինվորներն ենք։ Հիմա խոսենք, թե կամավորական ջոկատներ ինչպես եք հավաքագրում։ Մենք կամավորական ջոկատները հավաքագրում ենք պարապունկտներով, այսինքն անցած ուղիներն ենք նայում մարդկանց, այտենց մարդ չկա, հա կա մարդ, որ կարող ինքը անցած ուղի չունենա, բայց ցանկություն ունի հայրենասիրությունը, եթե մենք տեսնում ենք մարդու մեջ, ուրեմն իրանից լավ իսկական ազգի զինվոր դուրս կգա, մենք իրանց ընդունում ենք, անդամագրում ենք, իրանց մաքրության համար առաջնայինը, որ չունենան քաղաքական հայացքներ, մեր համար առաջնայինը կարևոր է դա, որտեղ ազգի զինվորը հենց ինքը արդեն ամենաբարձր տեղն է, պետք է չունենա քաղաքական հայացքներ, պետք է չկանգնի ոչ մեկի կողքին, որովհետև հենց այդ էլ կկործանի հենց այդ ջոկատը ու հենց այդ խումբը ընտանիքը, իսկ մեր մոտ դա ընտանիք հասկացողություն է, որովհետև մեկը մյուսի կյանքն է պահում, մեկը մյուսի համար ցավ է ապրում, մեկը մյուսի ընտանիքի կողքն է լինում, մեր համար դա մի այդ ընտանիք է, մեր համար պրոստը մի քանի հոգի հավաքված մարդիկ չեն, որ պետք է կանգնեն իրար կողք։ Մենք հավաքագրում ենք այդպես, իրան իմանալով, իր մասին հետաքրքրվելով, հայրենասիրությունը իր հասկանալով ինչքան է։ Իսկ հետո արդեն ասում են պարապունկտների։ Որտեղ եք անցկացնում դասընթացները եւ ինչ ձևաչափով են, ովքեր են դասավանդողներ, ինչպես եք ընտրում հենց դասավանդողներին, դրանք պարզապես պատերազմի բովով անցած տղաներ են, թե մասնագետներ են, որակյալ, այսինքն մարդիկ, որոնք տիրապետում են մարտարվեստին, մի խոսքով ինչպես է այս ամենը կազմակերպվում։ Չէ, մասնագետներ են, հենց առաջինը ես եմ, որ սովորացնում եմ իմ տղաներին, որովհետև ես ինքս ունեմ այդ կրթությունը, մասնագիտությունը ես ունեմ անձամբ, ոչ թե ինչ-որ միտեղ սովորել եմ, պատերազմի փորձերից եմ ես այդ ամեն ինչը վերցրել, պատերազմները ուսումնասիրելով եմ վերցրել, նոր սերնդի պատերազմի եմ մասնակցել։ Այսինքն ինքնուս հրամանատար եք, այսպես ասեմ։ Այո։ Իսկ դրանք որտեղ է, օրինակ դուք ասում եք պատերազմից ենք բերել այդ փորձը, ինքնուս սովորել եք, օր-օրի փոխվում են, չէ՞, պատերազմի։ Օր-օրի փոխվում են եւ ինչպես եք դուք կարողանում եւ ինչպես եք դուք ինքներդ վստահ, որ ձեր գիտելիքները բավարար են եւ այդ գիտելիքները պետք է փոխանցեք դիրքեր գնացող տղաներին։ Քանի որ հենց այդ նույն գիտելիքները ես ստանում եմ այն մարդկանցից, ովքեր որ տեսել են անգամ Ռուսաստանի պատերազմները։ Ումից որ ես սովորում եմ այդ նույն բաները, ես ինքս սովորել եմ ու սովորացնում եմ իմ տղաներին, իմ ընկերներին, իմ աղբերներին։ Բացի այդ մենք մեր պարապունկտները անցկացրել ենք Ատանում,
Ատանզինավանում, այնտեղ գնելն է Հովանեսյան, որ իմ լավ ընկերն է ու ինքը շատ խելացի, շատ ու ամեն ինչից հասկանում է ու ինքը շատ լավ մասնագետ է այդ իր գործում ու հենց առաջնային ինքն է մեզի սովորացրել, ինքն է մեզի հասցրել այս մակարդակի։ Այդ մակարդակը որն է, ոնց է մի փոքր փակագծերը բացեք, ինչ եք սովորում։ Սովորում եք ադրբեջաներեն, այսինքն լեզուն եք սովորում։ Սովորում ենք լեզուները, սովորում ենք ինչպես ներթափանցել թիկունք, սովորում ենք մենք մեր ձեռով։ Այսինքն պատրաստում եք դիվերսիոն խմբեր։ Դիվերսիոն խմբեր, այո, հարձակվող եւ դիվերսիոն, համ հարձակվող, համ դիվերսիոն խմբեր։ Պատրաստում ենք դիվերսիոն հարձակվող խմբեր, հետախուզական խմբեր եւ առանձին ինքը սապյորների խմբեր, առանձին ովքեր որ իրենց ձեռքերով կարող են պատրաստել ինչ-որ մի պայթուցիկ, որ կարողանան այդ բնական պայմաններում սարքել այդ ամեն ինչը, որ տվյալ պայն ձեռքերում կարող է չլինի այդ ամեն ինչը, բայց ինքը բնական պայմաններում բնությունից ստանա այդ ամեն ինչը ու կարողանա օգտագործի։ Իսկ ուսման ընթացքը ինչպես եք որոշում, ով ինչքան ժամանակ պետք է ամեն դեպքում այդ ուսուցման process-ը անցնի, որից հետո թույլտվություն ստանա դիրքերում լինելու։ Ուսման ժամանակը 3 ամիս է առաջն է, առաջի ժամանակը 3 ամիս է, առաջի, ասենք ասեմ, կուրսը 3 ամիս է, այսինքն 3 ամսում ինքը առաջինը 3 ամսում սովորում է սկզբից զենք բռնել, որովհետև ոչ մեկ թող չասի, բանակ ենք ծառայում, ենք զենք բռնել գիտենք, չէ, զենք բռնելը այդ իմանալ չի, ու պրոստը բռնել կրակել այդ իմանալ չի։ Երկրորդը ինքը քննություններ է տալի, բացի պարապմունքներ, այսինքն նա պարապում է ու հետո այդ 3 ամիս լրացավ ինքը այդ իր սովորացածի քննությունները պետք է հանձնի, որ մենք հասկանանք։ Երբ որ ինքը հանձնում է այդ ամեն ինչը, ինքը արդեն պատրաստ է դիրքեր հելնելու։ Երբ որ դիրքերից իջնում է, նորից ինքը անցնում է պարապմունքներին։ Այսինքն այդ մարդը միշտ ձեզ հետ է լինում, այդպես է ստացվում, այդ դեպքում եթե ընտանիքի միակ կերակրողն է կամ ինչպես այդ ֆինանսական հարցերը ինչպես է կարողանում լուծել։ Ֆինանսական հարցերը դիրքերում ստանում են, ովքեր որ դիրքապահության են մեկնում, նախարարությունը, Այսինքն պաշտպանության նախարարության հետ ունեք համագործակցություն։ Այո, իհարկե, նախարարությունը հենց ինքը օգնում է, վճարում է դիրքերի համար, իսկ առհասարակ մեզ օգնում է Սփյուռքը, մեր հայությունը հիմնականում իրանք են օգնում, այսինքն օգնել ասելով հենց մեկը մեզի Ամերիկայի հայությունն է օգնել, Սերժ Թանգյանն հենց խումբն է օգնել, որ մենք ունեցել ենք բրոնի ժիլետներ, ջոկատի մեքենա են տվել, կամ են արել։ Հիմնականում հայերին այդպես էլ համախմբում ենք, որ ամեն մեկը կանգնի, որովհետև մենակ այդ մարդը չի կարա։ Այսինքն եթե մենք մի բռունցք ենք, ուրեմն մի բռունցք ենք, ամենաուժեղ հայ ազգը այդ է եղել մեր պատմության մեջ։ Ու մենք մեր նպատակը այսօր դա է, ոչ թե մենակ ֆինանսապես հավաքենք մեր ազգին, չէ, մեզ ֆինանսապես պետք չի, մեզ առաջինը պետք է հոգեպես ու ֆիզիկապես, որովհետև դա է մեզ հաղթանակ տալու, իսկ այդ ֆինանսը արդեն երկրորդական, երրորդական հարցեր են։ Մենք էլ բարձրանում ենք դիրքեր, ես անձամբ իմ աշխատավարձը չեմ վերցրել, տվել եմ իմ տղաներին սիգարետ եմ առել, նեղությունը պետք է մի ձև համակերպենք, քանի որ եթե ուզում ես պետություն ունենաս, պետությունը հիմար չի կարա պետություն սարքի։ Իսկ ինչպես են ձեր ջոկատի մասին իմանում, որ հավաքագրվում են, ինչ որ սոցիալական ցանցերում եք այդ հայտարարությունները։ Այո, Facebook-ում էլ ենք հայտարարում, TikTok-յան հարթակներում էլ ենք հայտարարում։ Եվ մոտավորապես ինչքան մարդ է հավաքագրվում, որքան է լինում այդ կամավորները։ Ստույգ թիվ չեմ ուզում որ ասեք։ Հավատացեք, քիչ են լինում, քանի որ ասենց ասեմ, մարդկանց մեջ այսօր շահը ավելի շատ է, քան թե հայրենիքը։ Դե իմիտեղ իրենց էլ է հասկանալի, բայց մեր համար առաջնայինը հայրենիքն է, նոր շահը։ Մեր շահը է հայրենիքը պահելն է, իսկ մարդիկ կան, որ այսօր կարող է գան, տեսնեն աշխատավարձը քիչ է, թողեն գնան։ Եվ որ ամփոփենք փաստորեն ձեր ջոկատի նպատակը մարտունակ կամավորական ջոկատներ ստեղծելն է, որտեղ ուսուցանում եք 3 ամիսը դա բավականին մեծ ժամանակահատված է, քիչ չէ, 3 ամսից հետո նրանք բարձրանում են դիրքեր, հետ են գալիս, նորից վերապատրաստվում են, նորից բարձրանում են։ Մարդիկ կան, որ դա դառնում է իրենց առօրյան, արդեն մշտապես դիրքերում են լինում կամ ուսուցման գործընթացում, եւ ձեր նպատակն է նաեւ ինչ որտեղ հայրենասիրական կազմակերպություն եք համարվում, հայրենասիրություն ուսուցանել եւ այլն։ Ինչ տարիքի մարդկանց մասին է խոսքը, տղամարդ, կին, ինչպես է կարողանում հավաքագրել, տարբեր են։ Չէ, եթե որպես խոսում ենք պրոստը հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամ, մենք հավաքագրում ենք բոլորին։ Մեր համար կապ չունի դա անգամ նրա քաղաքական հայացքը, կարևորը մենք նրա մեջ տեսնենք հայի տեսակ։ Բայց դուք նշեցիք, որ ցանկալի է, որ չունենան քաղաքական։ Չէ, ջոկատների մեջ, իսկ անդամագրության հասարակական կազմակերպության ուղղակի անդամ,
որը կազմակերպի մեր այդ հավասարն ու ազգին կարիքավորներին օգնել կամ մնացածին, մենք այդ դրանով էլ ենք զբաղվում, բայց ովքեր որ գալիս են ջոկատին անդամագրվելու, նա ընդհանրապես պետք է չունենա քաղաքական հայացք։ Իսկ հասարակական կազմակերպությունը նաև զբաղվում նրանով, որ մարդկանց ենք անդամագրում, այսինքն համախմբվածություն ենք ուզում կազմակերպենք այդ մարդկանց մեջ, որ ոչ թե իրենց մեջ խոսի քաղաքական հայացքները, այսօր մեր ազգի մեջ շատ է, որ քաղաքական հայացքները մեկը մեկի հանդեպ ատելությամբ են լցված։ Ու մենք որպես կռվող դա մեր համար ցավ է։ Մենք ուզում ենք IT հանենք մեր ազգի մեջից, այսինքն մեր ազգին ստիպենք ոնց որ ապրում են եվրեները, մեկը մյուսի կողքին կանգնած թասիբով, մեկը մյուսին օգնելով, մենք ուզում ենք այդ հասարակական կազմակերպությունը առաջին օգտագործենք հենց այդ դրա համար։ Եվ փաստորեն հավաքագրում եք, դրանք կանայք են, տղամարդիկ են, տարիքը ինչպեսին է։ Տարբերություն չկա։ Ունեք կանայք ձեր ջոկատում։ Ջոկատում չէ, ջոկատում չէ։ Իսկ հասարակական կազմակերպության Այո, շրջանակներում ունենք, որտեղ այնտեղ տարիքային ինչպես է լինում։ ավելի շատ ջոկատայինը։ Ջոկատայինը 23-ից մինչև 40 տարեկան։ Այսինքն դրանք կարող են նաև լինել ծառայությունը վերջացրած։ Այո, իհարկե։ Իսկ նախքան ծառայությունը անչափահասներ կամ չափահասներ այդպես ունեն որոշակի դասընթացներ։ Դրա համար ունենք այո ապագա զինվոր ռազմաայնասիրական կազմակերպությունը, որը որ էլի Մուրեժան Սամվելն է, մենք էլ ենք օգնում այդ կազմակերպությանը, մենք էլ ենք գնում սովորացնում, ինչով կարողանում ենք օգնում ենք, կապ չունի։ Այսինքն դուք ձեր ջոկատներում չեք հավաքագրում նման կամ ինչ-որ ուսուցանում, հենց ինքներդ գնում եք ապագա զինվոր եւ այնտեղ եք փորձում այդ երեխաներին, պատանիներին սովորեցնել ինչ-որ ձեր փորձը փոխանցել նրանց։ Չէ, մենք անձամբ չենք հավաքագրում երեխաների, բայց ովքեր որ հավաքագրում են, մենք իրենց օգնում ենք, որովհետեւ մեր համար տարբերություն չկա, այդ երեխան մեր երեխան է։ Շատ լավ։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Մոնթե հասկանանք, փաստորեն հասկացանք ջոկատի հիմնական բովանդակությունը եւ նպատակը ձեր հասարակական կազմակերպության որն է, բայց հիմա քննարկենք արդյոք այս արդիական իրավիճակում, երբ պատերազմները իրենց բովանդակությամբ եւ ձևերով փոխվել են, մենք ձևափոխում ենք նաեւ մեր բանակը, ինչքանով է կամավորական ջոկատների կարեւորությունը, որովհետեւ Պաշտպանության նախարարությունն ունի բազմաթիվ ծրագրեր պատանիներին, երիտասարդներին խրախուսելու, պայմանագրային զինծառայությունն է դարձել, կարծես թե հիմա արդեն նորից մարդիկ երբեք ուզում են ծառայեն բանակին, մտնում են այդ պայմանագրային զինծառայության շրջանակներում են իրականացնում իրենց հայրենասիրական գործունեությունը, վարձատրվում են, արտոնություններից են օգտվում, որքանով է ձեր կամավորական այս ջոկատի ստեղծելը եւ նորից տղաներին պահելը դառնում հրատապ կային ժամանակներ, որ դիրքեր գնալու համար այդ եւ այդ ժամանակ կամավորական ջոկատներում հիմնականում լինում էին ավելի տարիքով զինվորականներ եւ երբ գնում էին պատանիների այդ 18 տարեկան երիտասարդների հետ նույն դիրքերում էին լինում, խրամատներում էին, դրանից ոգևորվում էին տղաները։ Հիմա որքանով է կարևոր այս պահին ձեր ջոկատը կամ ձեր նման ջոկատները։ Հիմա ասեմ, հիմա որ նայում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը, միայն կանոնավոր բանակը չի կռվում, ամբողջ ժողովուրդն են կռվում։ Այսինքն մարդկանց տանում պարապաստում են մի ամիս ու ուղարկում են ֆրոնտ մարդկանց, դիրքեր են, առաջնագիծ են ուղարկում։ Իսկ եթե մենք ունենանք պատրաստված կամավորական այդպիսի ջոկատներ, ովքեր որ կարողանան դրոններ օգտագործել, ովքեր որ կարողանան ժամանակակից զենքեր օգտագործել եւ դա կապված է Պաշտպանության նախարարությունից, որ հաստատ գիտենք թույլատրեն, որ մարդիկ գնան մասնագիտացման։ Անկամ դաժե մեր զինկոմիսարիատը վայնկոմատն է, տանում է մարդկանց մասնագիտական այնտեղ վարժանքների են մասնակցում, ու նույնը մենք կարանք ուղարկենք այդ մարդկանց ամեն մի անգամ կարանք ուղարկենք, որպեսզի մի հատ էլ այնտեղից իրենց դասերը քաղեն, ու ունենք շատ հիմա բանակում անգամ մասնագիտացված տղաներ, որոնք մեզ կօգնեն իրենց իմացածը փոխանցեն մեր տղաներին։ Իսկ որպեսզի երբ պատերազմը սկսի, Աստված չանի, որ մեր երկրում եթե պատերազմ սկսի, մենք ժամանակ չենք ունենալու այդ ամեն ինչը սովորացնենք, որտեղ մեր երկիր շատ փոքր երկիր է։ Անցայլած չի, որ մենք կարողանանք միտեղ սովորացնել, միտեղ ուղարկել պատերազմի։ Իսկ եթե պատերազմը սկսես, մենք միայն հասցնելու ենք կռվենք կամ պաշտպանվենք։ Ստերմալ մեզ միշտ պետք են մեր ազգի մեջ պատրաստ մարդիկ։ Պաշտպանության նախարարության հետ համագործակցում եք, միայն այդ դիրքեր բարձրանալն է, թե այդ ուսուցման ընթացքում եք կարողանում համագործակցել։ Չէ, Պաշտպանության նախարարության հետ համագործակցում ենք առայժմ միայն դիրքեր բարձրանալու հետ, բայց ցանկությունը մեծավոր նորից, եթե սկսեն նորից մարդիկ հավաքվել, ուղղակի դրոնների համար, արդեն սկսենք Պաշտպանության նախարարության հետ համագործակցել, որպեսզի գնան դրոնների դասերի, անգամ ունենք Վայքում էլի պոլիգոններ, որ դրոններ են սովորացնում թռցնել օգտագործելու ձևերը, նույն ձև կուղարկենք այնտեղ։ Հիմա հարցս հետևյալն է. փաստորեն ջոկատներ հավաքագրվում են, այսպես թե այնպես։ Ջոկատներ կան։ Կա պայմանագրային զինծառայություն, ովքեր ուզում են գնում են պայմանագրային զինծառայողներ են դառնում։ Ձեր նպատակը կողքից բանակին ինչ որտեղ աջակից լինելն է։ Եվ որքանով է ամեն դեպքում դա արդյունավետ, դուք ինքներդ եք կարողանում որոշել։ Մոնթե մի այսպիսի հարց, փաստորեն մենք տեսնում ենք, որ բանակում այդ բարեփոխումների հետևանքով նաև կա ատեստավորման գործընթացը, մարդիկ վերապատրաստվում են եւ այլն։ Ձեզ ով է հետևում կամ դուք ինչպես եք կարողանում հասկանալ, որ այսինչ գործը ճիշտ եք անում, այսինչ գործը ձեզ մոտ լավ է ստացվում։ Ինչ որ մեկը պետք է լինի նաև որ կարողանա ձեզ վերաստուգի, ինչպես է իրականացում դա։ Կան մասնագետներ, որ դուք հրավիրում եք, թե մի խոսքով ինչպես վստահ լինեն, որ Մոնթեսլավը ջոկատը, որը պատրաստում է, որ պետք է բարձրացնի դիրքեր, ճիշտ կրթություն են ստացել տղաները, ամեն ինչին ճիշտ են տիրապետում, զենքին, մարտարվեստին եւ այլն։ Ով է այս ամենը վերաստուգում։ Ուրեմն ասեմ, մասնագետներ կան, որ ստուգում են։ Իսկ այդ մասնագետները ովքեր են։ Մասնագետները ասելով, որքան հասկանում են, ձեզ համար մասնագետ են նույնիսկ այն մարդով պատերազմի ճանապարհը բացատրում։
Չէ, միայն Անուններ չենք տալիս, բայց դրանք պաշտպանության նախարարության ցանկացած հիմա բացել, ցանկացած հիմա ջոկատ կամ ջոնու կազմակերպությունները իրանք հսկողության տակ են։ հենց միտքս դա է, ով է ձեզ հսկում, ով է Առաջինը, ձեզ երբ որ դու դիրքեր ես մարդ բարձրացնում, ազգային անվտանգությունն է ստուգումներ կատարում։ Ու հենց դա շատ լավ է առաջնայինը։ Ինչի համար է լավ, որտեվ էլ առաջվա նման չի լինի։ Ոչ կամավորի անունը կընկնի, ոչ զինվորի անունը կընկնի, ոչ այն մեկի անունը կընկնի։ Ու մենք դրա համար շատ շնորհակալ ենք, դա մեր առաջնային խնդիրն է եղել, որպեսզի այն մարդը, որ արժանի չի այդ համազգեստին, ինքը չբարձրանա վերև։ Որտեղ մենք շատ վատ բաներ ենք տեսել, դե խմող մարդկանցից սկսած ամենավերջին մարդուց դուշոնկա գողացողից սկսած։ Ու հենց այդ համար այսօր ազգային անվտանգությունն է, դու թղթերը ներկայացնում ես ազգային անվտանգությունը, ստուգումները անում է, թույլ է տալի, բարձրացնես թե ոչ։ դա ստուգումներ է արվում, իսկ ընդհանրապես այդ ուսուցման process-ը վերաստուգվում է նոր եք, դուք ասում եք քննություն են տալիս ձեզ մոտ, բայց որքան են Քննությունը պատրաստ տալիս են մասնագետների մոտ, ովքեր որ ասենք թե ունենք հատուկ նշանակության զորամասներում ընկերներ, իրանք են անձամբ գալի, նայում, ինչպես են կատարում, ինչ են անում, ոնց են անում, որպեսզի սա նորմալ լինի եւ համապատասխան լինի։ Եվ կարող եք մեր հարթակից հեռախոսահամար կամ ձեր Facebook-յան էջի հասցեն ասել, որպեսզի մարդիկ եթե լսում են մեր հաղորդումը ցանկանում են միանալ ձեզ, ինչպես դիմել, ինչպես գտնեն ձեզ։ Մեր Facebook-յան էջի անունը Montegaylashoot ՀՀԿ-ը, հայրենասիրական, այսինքն հասարակական կազմակերպում հապավումով։ Ունենք նաև մեկը Monteslav, նորից մեր հայերեն տառերով։ Եվ եթե ունեք հեռախոսահամար 044 85 85 75 այս հեռախոսահամարով կարող են զանգահարել եւ դիմել ձեզ։ Իսկ ձեր հասարակական կազմակերպությունը ինչ որ գրասենյակ ունի, հասցե, որը կարող եք նաեւ այստեղից թողնել։ Առայժմ ոչ։ Առայժմ ոչ։ Եվ եթե ամփոփենք ինչի մասին չենք խոսել եւ ինչի մասին կուզեիք այստեղից խոսել, ասել, հայտարարել։ Ես կցանկանամ մեր ազգին կոչ անեմ, որ համախմբեն միմյանց հանդեպ այդ ատելությունը, թշնամանքը, չարությունը հանեն, որտեղ մենք ունենք մի կյանք այս կյանքում, ու մենք պետք է մեկս մյուսին հարգենք, սիրենք, որտեղ մենք այն ազգն ենք, որ մեզի ամբողջ աշխարհը կցանկանա ոչնչացնի։ Մենք մի քրիստոնյա ազգ ենք, որ մեզ Աստվածը միշտ պահե, ինչքան էլ մենք տարանջատված ենք եղել մեկս մյուսից, մեզ միշտ Աստված սիրել է, պահել է, եւ կցանկանամ, որ մենք դա գնահատենք։ Մենք գնահատենք, հարգենք միմյանց, կանգնենք մեկս մյուսի կողքին, կանգնենք մեր պետության կողքին, մեր պետականության կողքին, մեր բանակի կողքին, մեր կռվող տղերքի կողքին, որտեղ մեր ուժը հենց դրանում է։ Մեզի առանձին մեզանից ոչ մեկ չի վախենա, բայց երբ որ մենք համախմբված լինենք, ամբողջ աշխարհը հենց մեզանից կսկսի վախենալ։ Ու հենց հայ ազգի ուժը, գենը հենց այդ է։ Եվ փաստորեն կամավորական ջոկատները համարում եք, որ կարևոր են, այս պահի դրությամբ էլ պատերազմը չի ավարտվել եւ բանակին պետք է ձեր մեր այս կամավորական ջոկատների աջակցությունը եւ ես եւս մեկ անգամ մեր դիտողներին եւ լսողներին ձեր հեռախոսահամարը փոխանցեմ 044 85 85 75 եւ Facebook-յան էջերը Montegaylashoot հայրենասիրական հասարակական կազմակերպության եւ Monteslav, այնպես որ նրանք ովքեր ցանկանում են միանալ ձեզ կարող են դիմել։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ այսօրվա հաղորդման համար։ Արգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։